Մարզես հարգելի գործընկերներ, մշտական հանձնաժողովի հարգարժան նախագահներ, սիրելի պատգամավորներ, հարգելի լրագրողներ, սիրելի ներկաներ, թույլ տվեք ներկայացնել վարչապետի աշխատակազմի հաշվետվությունը հաշվետու ժամանակահատվածի տվյալ դեպքում 2024-ի համար, ինչպես պարոն Հովհաննիսյանը նշեց, մենք ընթացիկ տարում ունեցել ենք 63 միջոցառում 11 ծրագրերի շրջանակներում, մեր փաստացի ծախսերը կազմել են 21.6 միլիարդ դրամ, կատարողականը կազմել է 21.6 միլիարդ դրամ, ներողություն 93.1%։ Վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ, ինչպես ասացի, հաստատվել էր 63 միջոցառում, հաշվետու տարում վարչապետի լիազորությունների իրականացման ապահովման ծրագրի շրջանակներում ծախսը կազմել է 66 միլիարդ դրամ կամ նախատեսված միջոցառումների 88%-ը։ Շեղումը հիմնականում պայմանավորված է տվյալ ծրագրում ընդգրկված ծառայությունների ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերի կատարողականով։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ տվյալ ծրագրի ծախսերը նվազել են 18%-ով կամ 1.5 միլիարդ դրամով։ Հաշվետու տարում ծառայությունների և ծրագրերի համակարգման միջոցառման, աշխատակազմի պահպանման ծախսերը կազմել են 4.9 միլիարդ դրամ կամ ճշտված ցուցանիշի 87.3%-ը։ Շեղումը պայմանավորված է մրցույթների արդյունքում ապրանքների և ծառայությունների նախատեսվածից ցածր գներով ձեռքբերմամբ, ինչպես նաև հաստիքների ոչ լրիվ համալրմամբ։ Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 3%-ով կամ 153.2 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված է շենքերի և կառույցների ընթացիկ նորոգումների հետ կապված աշխատանքների ծավալների նվազմամբ, ինչպես նաև նախատեսված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտության բացակայությամբ։ Սպասարկման ծառայությունների միջոցառման շրջանակներում սպասարկում ՊՕԱԿ-ի կողմից իրականացվել են կառավարական մեկ շենքի, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի գրասենյակների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող այլ տարածքների ընթացիկ պահպանման և շահագործման և շենքերի պայմանների հետ կապված ընթացիկ աշխատանքները, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի գրասենյակների և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող այլ տարածքների շինությունների աշխատանքային պայմանների բարելավման աշխատանքները։ Այստեղ միջոցառումների ծախսերը կազմել են 487 միլիոն, ապահովելով կատարողականի 100%։ Նախորդ տարվա համեմատ ծախսերը աճել են 3.7%-ով կամ 17.5 միլիոն դրամով, որը պայմանավորված է աշխատակազմի նոր աշխատանքային տարածքների ամրապնդման արդյունքում սպասարկման ծախսերի աճով։ 2024 թվականի տեսչական վերահսկողության ծրագրի ծախսերը կազմել են ավելի քան 6.7 միլիարդ դրամ կամ ծրագրային ցուցանիշի 92.8%-ը։ Շեղումը հիմնականում պայմանավորված է առողջապահության և քաղաքաշինության և ճարտարապետության ոլորտների վերահսկողական ծառայությունների գծով ծախսերի կատարողականով։ Նախորդ տարվա համեմատ նշված ծրագրի ծախսերը աճել են 1.1%-ով կամ 72 միլիոն դրամով, որը հիմնականում ձևավորվել է միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի աճով։ Միջազգային դատարանները, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՇԱ-երի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման ծրագրի ծախսերը 2024 թվականին կազմել են 4.1 միլիարդ դրամ, ապահովելով 100% կատարողական։ Հաշվետու տարում ՀՇԱ-երի ներկայացման և պաշտպանությանն ուղղված փաստաբանական, իրավաբանական ծառայությունների շրջանակներում իրականացվել են միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ վերաբերյալ գործընթացներում մասնակցության, դրանց կողմից ընդունված ՀՀ վերաբերյալ վճիռների և որոշումների կատարման ապահովման աշխատանքները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների և որոշումների հիման վրա արդարացի ֆինանսական հատուցումների տրամադրման միջոցառումների շրջանակներում իրականացվել են Եվրոպական դատարանի կողմից կայացված որոշումների հիման վրա վճարումները։ Նշված միջոցառման ծախսերը կազմել են 88.4 միլիոն դրամ, ապահովելով 100% կատարողական։ Նախորդ տարվա համեմատ միջոցառման ծախսերը նվազել են 56.5%-ով։
Հաշվետու տարում պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 99.2%-ը։ 24 տարվա ընթացքում հանրային իրազեկման ծրագրի ծախսերը կազմել են 1.3 միլիարդ դրամ և ապահովել 100% կատարողական, իսկ նախորդ տարվա համեմատ աճել են 3.6%-ով կամ 46.3 միլիոն դրամով, որը հիմնականում պայմանավորված է հանրային իրազեկման և հասարակական քաղաքագիտական հետազոտությունների, միջազգային հարթակ ՆՄՀ վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ապահովման և ՄԻՌ միջպետական հեռուստաընկերության ԵՄ մասնաբաժնի վճարի գծով ծախսերի աճով։ Հարգելի գործընկերներ, եթե ընդհանուր առմամբ մենք նայում ենք վերջին տարիների աշխատակազմի ծախսերը և կատարողականը, ապա տեսնում ենք, որ այն ընդհանուր առմամբ նույն գծի մեջ է և ըստ էության ապահովում է ապարատի բնականոն աշխատանքը։ Մենք արձանագրում ենք ապարատի գործունեության ավելի դրական ընթացք, արագություններն են ավելացել, բայց իհարկե մենք այստեղ աշխատելու տեղ ունենք, շատ հաճախ ապարատի հետ կապված հարցեր են տրվում ավտոմեքենաների հետ կապված։ Ուզում եմ ասել, որ ավելի քան կեսով կրճատվել են մեքենաների քանակը, ծախսերը այս պահին առանձին տողով կդժվարանամ ասել, մենք ավելի շատ դա կարող ենք տեսնել 2025 թվականին, որովհետև ըստ էության մեքենաների կրճատումը եղել է տարվա վերջում, բայց շեշտակի է լինելու կրճատումը, նախ որովհետև 2 անգամ պակասել են մեքենաները և երկրորդը, որովհետև մեքենաների մի մասը էլեկտրական են կամ հիբրիդ են, այսինքն էլեկտրականությամբ են լիցքավորվում այդ մեքենաները, 40 մեքենայի տեղը այս պահին ունենք 19 մեքենա։